Եթե հանդիպման պետքական քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ այդ հանդիպումները չի կայանում եւ չի կայանում միայն ինձ հետ, այսինքն նրանք ընդգծված խտրական վերաբերմունք են ցուցաբերում այդ մասին հրապարակային նաեւ արտահայտելով։ Իսկ մյուս հանդիպումները, որոնք կայացել են, եթե պատգամավորները այլ խմբակցություններից են, հիմա ես ճիշտ ասած չգիտեմ, թե ով պատգամավորներից ով այսօր լինելու, եւ ըստ դրա արդեն կերեւ հանդիպում կայանա, թե չէ։ Այսինքն, եթե չգան ենթադրաբար հաշվառնելով նախորդ հանդիպումների չկայացած փորձը, կնշանակի, որ հանձնաժողովի քրվական անդամները խախտում են մարդու իրավունքները, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ։ Այո, բայց ասենք դա խախտելու համար պետք չի միայն լինել հանձնաժողովի անդամ, ցանկացած պատգամավոր, որ խտրական վերաբերմունք ցուցաբերում, այո, եւ իրավունքա խախտում եւ նաեւ այդ գործողությունը քրեորեն է պատժելի։ Ես արդեն 4 դիմում ունեմ ներկայացրած գլխավոր դատախազություն, իդեպ 3 գրություն ստացա, որ Ռուբեն Ռուբինյանի մասով դա առաջի դիմումն էր, արդեն ընթացք է տրվել այդ դիմումին, ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, ակնկալում եմ, որ վարույթ կնախաձեռնվի եւ մյուս բոլոր գործերով, այսինքն մենք դեռ նաեւ ունենք 2 հանդիպում, մեկը ամսի 30-ին մայիսի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում եւ մի հատ հետաձգված հանդիպում տնտեսական հարցերի հանձնաժողովը։ Ես դրանց էլ եմ անպայման գալու, ել չասեմ, որ հեսա հունիս ամսվա ընդունելությունն է հայտարարվելու, գերանցվելու եմ բնականաբար բոլոր հանձնաժողովներին եւ փոխնախագահներին, սրանք իմ ձեռից պրծում չունեն։ Իսկ ինչ վերաբերվում է այս հանձնաժողովին, որ դուք ասում եք մարդու իրավունքների խախտում, այս հանձնաժողովը ինձ համար շատ հոգեհարազատ հանձնաժողով է, որովհետեւ ես տեղ եղել եմ մի պի տեխնացու եւ այդ միջադեպով ասեմ դες, որ դատարանը արդեն որոշում կայացրել է բոլոր ատյաններով, Ռուստամ Բաքոյանը պարտավորվածություն ունի ինձնից ներողություն խնդրելու եւ նաեւ փոխհատուցման գումար վճարելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ նա չի կատարել դատարանի որոշումը եւ ես արդեն գրություն եմ ստացել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, որ նրան դեմ վարույթ են սկսել դատարանի որոշումը չկատարելու համար եւ նրա հաշիվների վրա կալանքա դրված դահակի որոշմամբ եւ ես կարծում եմ դրա համար էլ կա սահմանված ժամկետ, եթե ժամկետում ինքը չկատարի դատարանի որոշումը, ապա հաղորդում է լինելու հանցագործության մասին, որովհետեւ դատարանի որոշումը չկատարելը քրեական հանցագործություն։ Ես չգիտեմ, այս քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներն չեն որոշել այս մարդիկ իրանց վերագրելի, վերաբերելի համարել, բայց իմ հետևողականությունը անզիջում է։ Իսկ բացի Հակոբ Արշակյան, Էմմա Պալյան եւ մի հոգի Արսեն Թորոսյանին չէ, մի հոգի պատգամավորը, որ այն չեմ ճանաչում, այն որ բանը Բալգարկայր ծախե, հետո Աչափնյակի թաղապետեր եղե։ Ախ, չենք ճանաչում է դրանց։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Իսկ միայն ինձ նպատակ։ Այո, միայն ձեզ։ Մնացած ընդունելությունը հիմա սկսվել։ Շատ լավ։ Բարի, հիմա ձեզ շնչով կգրավենք այնտեղս։ Ճիշտ ասած, ես այսօր իմ ուսապարկի իմ հետ բերել եմ։ Միգուցե այստեղ հիմա կազմակերպենք իմ հանդիպումը պարոն Տիգրան Պարսիլյանի հետ, պայմանական, իհարկե սա ավելի որակով է, եւ սա իմ համար շատ օգտակար ուսապարկայի տարբերություն Տիգրան Պարսիլյանից, որից ես ոչ մի օգուտ չեմ ստացել, չեմ կարծում, որ բնության մեջ որևէ մարդ նրանից որևէ օգուտ ստացել է։ Ընդունենք, որ սա Հա, երևի մի հատ ընդունելություն կազմակերպենք այս ձևով, բա ինչ անենք, բա ինչ որ մի ձևի ներկայացնեմ իմ բանը Տիգրան Պարսիլյանին, որ նա էլ փոխանցի պարոն Բաքոյանին։ Տիգրան Պարսիլյանին խնդրում եմ ասեք, որ ամեն դեպքում մեր ընդունելությունը ինչ-որ մի ձևի մենք կազմակերպում։ Ընդունենք, որ պարոն Պարսիլյանն է։ Պարոն Պարսիլյան, ես այսօր ուզում էի ձեզ հետ հանդիպել, որպեսզի փոխանցեք ձեր հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Ռուստամ Բաքոյանին, որ իր խուլիգանական պահվածքի համար մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում
դատանի բոլոր ատյաններով ինքը պարտվել է եւ չի կատարել դատանի որոշումը եւ խնդրում եմ եւս մեկ անգամ, որ ինքը կատարի դատանի որոշումը, ներողություն խնդրի եւ վճարի փոխհատուցման գումարը։ Ինչպես նաեւ խնդրում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին ձեր փոխանցել, այդ թվում նաեւ ձեզ, որ պատռել եք բարձումա իմ գրությունը եւ այն գցել եք աղբարկղը, ես իհարկե ձեզ աղբարկղ գցել չեմ պատրաստվում, բայց խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք կատարեք ձեր պարտականությունը եւ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Շնորհակալություն։ Չի պատասխանում։ Ոչ մի ձեն չի հանում։ Զարմանալի է, բայց չի արձագանքում։ Պարոն Ղազարյան։ Պարոն Պարսիլյան։ Չի արձագանքում։ Բայց ձեզ համար սպասելի չէ, որ չեն ընդունի հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցած այդ հայտնի միջադեպը, որով դատարանն այսպես ասած պարտավորեցրել է Ռուստամ Բաքոյանի ներողություն խնդրել։ Ակնհայտ չէ, որ չեն ընդունել։ Չէ, իսկ կարծում եմ, որ ակնհայտ էր, որ դրանից հետո պետք է ընդունեն, որովհետև դատանի որոշումը նաև ունենում է դաստիարակչական նշանակություն, այսինքն այդ միջադեպից հետո նրանք կարծում են, որ բավարար է, որպեսզի ոչ թե շարունակեին նույն ձևով, այլ հետևություններ անեն եւ դաստիարակեն։ Պաստորեն ասում եմ, որ սրանց դաստիարակությունը միայն մանկավարժական մեթոդներով դժվար է իրականացնել, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք խորհրդակցություն կունենանք նաև կենդանավարժներից, այսինքն մանկավարժության հետ կհամակցենք կենդանավարժության մեթոդները։ Այսինքն կերակրել ինչ-որ մի վարժություն, խնդրել, որ կատարի նորից էլի կերակրել, նորից էլի ինչ-որ մի վարժություն, որը ժամանակ անց նորից էլի հետ աշխատել կան, մասնագետներ կան, որոնք տարբեր կենդանիների եւ կրկեսի համար եւ ծառայության համար, ասենք օրինակ կան կենդանավարժներ, որոնք ծառայության համար շներ են վարժեցնում, կան կենդանավարժներ, որոնք կենդանիները վարժեցնում կրկեսում բեմականացումների համար, հիմա խորհրդակցենք, տեսնենք որ մեթոդն է ճիշտ համակցել մանկավարժության հետ։ Պարոն Ղազարյան, տեսեք, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ձեզանից բողոքում են, ասում են մեզ վիրավորական խոսքեր է ասում, հետո ուզում են մեզ հետ հանդիպել։ Հիմա այս ամենից հետո չեք կարծում, որ առհասարակ չեն հանդիպի, ասեն վիրավորական խոսքեր է խոսեցել, Վահագն Ալեքսանյանը բողոքում ձեզանից։ Բայց ես Վահագ Ալեքսանյանին ինչու՞մ եմ վիրավորել։ Վահագ Ալեքսանյանը ասում է, որ ինքը աղավնի է, ես էլ ասում եմ, որ դու աղավնում ընդհանրապես նման չես, եթե ասենք որևէ կենդանու հետ Վահագ Ալեքսանյանին պետք է համեմատել, ես հանիրավի եմ համարում իր համեմատությունը աղավնու հետ, որովհետև բացարձակապես որևէ նմանություն Վահագ Ալեքսանյանը աղավնու հետ չունի։ Եթե դա ասել ասենք Հակոբ Արշակյան, ես ինչ-որ պետք է հասկանալ, բայց Վահագ Ալեքսանյանի պարագայում դա անհուն։ Հիմա ասենք եթե դրա մասին բացատրեմ, դրա վիրավորել որ Ինչու որոշեցիք այսօր բերել հակարկը։ Ճիշտ ասած այսօր լողավազանից ընտար, ճիշտ ասած Ամսի 30-ի ժամը 3-ին կրթության հարցերի հանձնաժողովի հետ հանդիպումը, եկող շաբաթ ուրբաթ օրը։ Այդ ընթացքում կա նաև մի հատ հետաձգված հանդիպում տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ օրը դեռ չեն ասել, եւ որ ասեն ես տեղեկացնեմ։ Եվ Ղազարյան, կա այսպես միտք նպատակ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ առանձին հանդիպել, ոնց ոչ ազգային ժողովում, օրինակ ձեր նշած քանի այն պատգամավորները, ովքեր ինձ նամակով գրել են եւ նամակի բովանդակությունից ինձ պարզադարձել չեն հասկացել, թե ինչ հարց են բարձրացնում, դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Թակվի Ղազարյանն է եւ Վահագ Ալեքսանյանն, աղոն։ Իրանց հետ ես առանձին հանդիպում խնդրեմ, որպեսզի այդ հարցերի վեր քննարկենք։ Ձեզ շնորհակալ։